Այո, ամուսնալուծության լուրերը ճիշտ են, ու կյանքի փորձություն էր դա ինձ համար, նաև շատ բան սովորեցրեց, այն ինչ ես սովորեցի այդ շրջանում, երևի թե կյանքում չէի էլ կարող սովորել։ Դու ինքդ դիմել ես հոգեբանի։ Երբ որ կա գումար, այդտեղ իրական սիրո հնարավորություն ավելի է քչանում։ Միշտ չի կյանքում, որ գտնում ես հավատարիմ մարդկանց, միշտ չի, որ այդ մարդիկ դու մտածում ես, նրանք պետք է լինեն քո կողքին։ Մանկական տրավմաներ կային իմ մոտ, շփման բացակայություն, ոչ ոք չէր ուզում իմ հետ շփվել դպրոցական հասակում։ Հաղթարել ես այդ տրավմաները, որովհետև հոգեբաններն ասում են, որ հնարավոր է հենց անձնական շփումներում դու այդ տրավմայի հետևանքով ես գալիս անընդհատ ինչ-որ կետի հանգում։ Չլիներ այս շրջանը իմ կյանքում, ես երբևէ հնարավոր է եւ Աստվածաշունչ չկարդայի ու շատ բան չհասկանայի ուղղակի։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 եւ Կոմիտասի 60 կոտորակ 2։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին ֆիթնես մարզիչ Վլադ Խառատյանի հետ ենք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վլադ, եթե մի քանի բառով նկարագրեք, ինչպիսին է եղել ձեր կյանքի ճանապարհը։ Կյանքի ճանապարհը դժվար է եղել, բայց քանի որ եղել է նպատակ, ցանկություն, ես կարողացել եմ անել այն, ինչ արել եմ, բայց հեշտ չի եղել, ինձ չի տրվել, փորձությունների միջով եմ անցել, բայց վերջնական իմ նպատակին հասել եմ։ Որ փորձությունները կառանձնացնեք։ Տարբեր աշխատանքներ եմ կատարել, մատուցող, խոհարար, նույնիսկ հայտնի ֆիթնես ակումբներից մեկում հանդերձաններն ու հատակն եմ մաքրել հանուն իմ նպատակի։ Որն էր այդ նպատակը։ Նպատակը հասնել ինչ-որ կետի ու ապահով ընտանիք ստեղծել, ապրելակերպ ստեղծել, որտեղ ես ինձ լավ կզգամ։ Քո նախորդ հարցազրույցներից մեկում դու խոսում էիր նույնիսկ օծանելիքների մասին, այ որ մարդիկ կարողանում են իրենց թույլ տալ $200-250 օծանելիքներ, ու դու մտածել ես այդ մասին, թե ինքդ երբ կհասնես այդ փուլին, որպեսզի ինքդ քեզ կարողանաս թույլ տալ։ Ամեն դեպքում ֆինանսական ապահովվածությունը բերում է երջանկության, բավարարվածության զգացողություն, թե դա ուրիշ ասպեկտ է։ Երբ որ չունես ֆինանսական միջոցներ, դու ձգտում ես դրան։ Երբ որ ունես ֆինանսական միջոցներ, հասկանում ես քո բացը, որ երջանկությունը գումարի մեջ չի, գումարը երջանկություն ընդհանրապես չի տալիս։ Գումարը տալիս է հնարավորություններ ռեալիզացնելու քո մտքերը, բայց երջանկություն չի տալիս։ Ինչ է երջանկությունը քեզ համար։ Երջանկությունը, երբ դու կարողանում ես քեզ երջանիկ զգալ ինչ որ միջավայրում կամ ապրելակերպում եւ նաեւ երջանկացնել մարդկանց, ինչու՞ չէ։ Որ պահերին ես քեզ երջանիկ զգում։ Երբ որ ունես ներքին խաղաղություն, երբ որ հոգու խաղաղություն ունես, երբ որ բաց չունես կյանքում, եւ եթե բացը գումարն է մարդկանց մոտ, նրանք փնտրում են այդ երջանկությունը գումարի մեջ, չտեսնելով շրջակա իրական երջանկությունը, որ իրականում կա։ Դու հիմա քո կյանքի ճանապարհի որ փուլում ես գտնվում։ Իմ կյանքի ճանապարհին ես շատ նպատակների հասել եմ, իհարկե ունեմ նպատակներ, բայց ի տարբերություն նախկինում 10 տարի առաջ, երբ որ ինձ կհարցնեին երջանկություն քեզ ինչ կտա, ես կասեի անունը, հնարավորություններն ու գումարը, ֆինանսական միջոցները, այս պահին այդ մտքին չեմ ու ձգտում եմ այդ բացը լրացնեմ ոչ ֆինանսական միջոցներով։ Վերջին ամիսներին, չգիտեմ այս թեմայով կուզես խոսել թե չէ, վերջին ամիսներին համացանցում շատ քննարկում էր քո ամուսնալուծության մասին տեղեկությունները, նա համապատասխանում է իրականությանը թե ոչ, եւ քանի որ դու էլի հարցազրույցներից մեկում նշել ես, որ եթե ինչ-որ բան անում ես, պետքա մաքսիմում լավ անես կամ չանես։ Այդ համատեքստում քեզ համար ինչպես ընկալվեց, այդ փուլը ինչպես հաղթահարեցիր։
Այո, ամուսնալուծության լուրերը ճիշտ են։ Նու կյանքի փորձություն էր դա ինձ համար, նաև շատ բան սովորեցրեց, այն ինչ ես սովորեցի այդ շրջանում, երևի թե կյանքում չէի էլ կարող սովորել, փորձ, ունակություն տալու նաև մարդկանց, որովհետև այդ ընթացքում դու հասկանում ես, դու ի վիճակի ես մարդկանց սիրելու, դու ի վիճակի ես անելու թե չէ, ու դա շատ մեծ փորձ է տալիս հետագա քո կյանքում խնդիրներ չունենալու կամ փորձությունները ավելի ճիշտ հաղթահարելու համար։ Ինչ հասկացար այդ շրջանում։ Դու կարողանում ես մարդկանց տալ երջանկություն։ Ասեմ, որ հա։ Իսկ ամենակարևոր հետևությունը, որ արեցիր։ Պետք է ուղղակի ճիշտ մարդկանց տաս կամ կարելի է այսպես ենթադրել, որ միշտ չի կյանքում, որ մարդիկ գալիս են քո կյանք, պետքա մնան, այլ պետքա գան ինչ-որ բան քեզ սովորեցնելու։ Ես հիշում եմ, ինչի ես սկսեցի աշխատել 24 ժամից 36 ժամ, երբ որ իմ հասակակիցները վայելում էին կյանքը, ընկերական միջավայրում էին 15 տարեկանից, չէ՞։ 15 տարեկանից, որովհետև այդ տարիքից մանկական տրավմաներ կային իմ մոտ, շփման բացակայություն, ոչ ոք չէր ուզում իմ հետ շփվել դպրոցական հասակում, ու ես սկսեցի զբաղվել սպորտով իմ արտաքինը ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Հետո հասկացա, որ չէ, արտաքինը միայն լուծում չի, պետք է ունենաս նաև հնարավորություններ, որ մարդկանց երջանկացնես, ուրախացնես, եւ շատ անձնական շփումները չստացվելուց հետո ես որոշեցի ոչ ոքի հետ շփվել, 8 տարի էր դա, ու միայն նվիրել աշխատանքին։ Կանանց մասին է խոսքը։ Այո, անձնական շփումների մասին է, կանանց մասին է խոսք գնում, եւ նվիրել աշխատանքին։ Աշխատել, կատարելագործվել, այնպես որ խորհուրդ կտամ բոլորին ուղղակի կատարելագործվել սեփական անձը կրթել եւ տալ, բայց ամբողջությամբ չէ, որոշակի մաս թողնել քեզ։ Ինչու չէին ուզում քեզ հետ շփվել փոքր հասակում, որ ասում ես։ Ինձ թվում է տրավման իմ մոտ գումարի բացակայությունն էր, որ ես աշխատում էի մատուցող, մարդիկ հասկանում էին, ասում են, այս տղան մեզ ոչինչ չի կարող տալ, եւ իմ մոտ ձգտում առաջացավ, որ ես պետք է ունենամ այն հնարավորությունները ու անունը, որ դա ինձ կօգնի շփումների մեջ։ Իհարկե հիմա հասկանում եմ, որ ֆինանսական միջոցները ընդհակառակը խանգարում են անձնական շփումներում, որովհետև մարդիկ մի փոքր այս պահին ավելի մատերիալիստ են դարձել, եւ երբ որ կա գումար, այդտեղ իրական սիրո հնարավորություն ավելի է քչանում, շատ մարդիկ մտածում են, եթե ունեն գումար, ապա իրական սեր կարող ենք ձեռք բերել, ասեմ, որ ոչ, դա կեղծ սեր է, դա ժամանակավոր սեր է, իրական սերը, երբ որ մարդը ընդհանրապես գումար չունի, ֆինանսական միջոցներ չունի ու մարդը սիրում է այդ մարդուն։ Ամուսնալուծությունը քո համար ձախողում համարեցիր, թե դաս համարեցիր։ Սկզբնական շրջանում հա, ինձ թվաց ձախողում էր, որովհետև իմ ենթագիտակցության մեջ ամուսնությունը դա պետք է լիներ վերջնական որոշում եւ անբեկանելի, որովհետև ես տեսակով այդպեսին եմ, պետք է ընտրեմ ամենալավը ու ես հավատարիմ եմ այդ ամենալավին, բայց միշտ չի կյանքում, որ գտնում ես հավատարիմ մարդկանց, միշտ չի, որ այդ մարդիկ դու մտածում ես, նրանք պետք է լինեն քո կողքին, եւ սա էլ իմ համար մոտիվացիա էր ավելի շատ ձգտելու, ավելի շատ բարձրանալու, կատարելագործելու, ասեմ այսպես, ամեն ինձ մոտ չստացված անձնական շփում իմ կյանքում մոտիվացիա է դառնում ավելի բարձր կետի հասնելու համար։ Խոսեցիր տրավմաների մասին եւ խոսեցիր, որ անձնական շփումներ պարբերաբար չեն ստացվել։ Հաղթահարել ես այդ տրավմաները, որովհետեւ հոգեբաններն ասում են, որ հնարավոր է հենց անձնական շփումներում դու այդ տրավմայի հետևանքով ես գալիս անընդհատ ինչ-որ կետի հանգում։ Ասեմ, կյանքում ցանկացած բանի հասնելու համար պետք է մոտիվացիա։ Նույն կլինի մարզումներ, նիհարել, քաշի բարձրացում կամ կյանքում ինչ-որ բանի հասնել։ Եթե մարդը ունի ամեն ինչ, ինչի ավելի շատի հասնի։ Այս դեպքում ես գտնում եմ, որ տրավմաներ բոլորի կյանքում լինում են, նրանք պետք են եւ տրավմաները յուրաքանչյուր մարդ պետք է հաղթահարի ճիշտ կերպով ու տրավման ոչ թե պետք է կոտրի մարդուն, սկզբնական շրջանում կոտրում է քեզ, բայց հետագայում դու պետք է հասկանաս, որ
կյանք շարունակվում է, դու պետք է ձգտես, ավելի շատ բանի հասնես ու ավելի լավ մարդ մնաս, որովհետև տրավմաների դեպքում շատ մարդիկ փոխում են իրենց տեսակը, ավելի դառնում են կոշտ, կոպիտ, որը հետագայում կխանգարի իրենց կյանքում։ Այ շատ հայտնի խոսք կա, որ տրավման էլի մասնագետների կողմից, որ տրավման մարդուն կամ բերում է մեծ հաջողությունների, կամ տանում է կործանման։ Ասեմ, որ այո, նույն կերպ նաև հոգեբանները այդ շրջանում, երբ որ մարդը ունի տրավմա, կարող են օգնել մարդուն դուրս գալ եւ դառնալ հաջողակ եւ կործանել տվյալ մարդուն, այնպես որ պետք է մի փոքր զգուշ լինել այդ հարցում։ Դու ինքդ դիմել ես հոգեբանի։ Ես հոգեբանի չեմ դիմել, լսել եմ, սովորել եմ շատ հոգեբանական պատկաստներ, խոսքեր, որովհետև ինձ հետաքրքիր էր հասկանալ կնոջը, ընդհանրապես կանանց, բայց իրականում հասկանում ես, որ կանանց հասկանալ պետք չի, որովհետև դա անհնար է, որովհետև մենք ունենք տարբեր հորմոնալ շեմ եւ ստրեսային փուլը կնոջ մոտ այլ կերպ է դրսևորվում, կնոջը պետք է ուղղակի սիրել, հասկանալ անհնար է։ Բայց հոգեբանները նշում են, քանի որ ես շատ եմ ունեցել հյուրը հոգեբաններ, որ եթե դու ոդքասթերի, հարցազրույցների, տարբեր ինֆորմացիաների միջոցով էլի կարողանաս հաղթահարել այդ շեմը, տրավմայի շեմը, սկսես ինքնավերլուծությամբ զբաղվել, սկսես ինքդ քեզ հասկանալ, քեզ տարիներ են դրա համար անհրաժեշտ, իսկ մասնագետին դիմելու դեպքում ինքը ունի այդ փորձառությունը, ինքը գիտի ինչպես պետք է այս խնդիրը հաղթահարել։ Կարծրատիպային է եղել մոտեցումդ, որ չես դիմել հոգեբանի։ Թե վախեցել ես, որ անձնական տվյալները օրինակ հասանելի կդառնան ոչ միայն այդ հոգեբանին, այլ շատ այլ մարդկանց։ Հնարավոր է նաև անձնականից չեմ ցանկացել զրուցել, փորձել եմ այդ պատասխանները գտնեմ այլ հատվածներում, այլ վայրերում, ասեմ, որ շատ պատասխաններ գտել եմ, հենց այդ շրջանում ես սկսեցի նաև կարդալ Աստվածաշունչ, որովհետև երբ որ լսում էի հոգեբաններին, զրուցում էի իրենց հետ, շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չէի կարողանում ստանալ։ Բայց ինձ օգնեց Սուրբ Գիրքը իհարկե շատ հարցերի պատասխաններ ընտանիքի հետ կապված հասկանալու եւ իհարկե շնորհակալ եմ ոչ թե ամուսնալուծությունից, այս պրոցեսից, որ եթե ես հասկանում եմ, եթե չլիներ այս շրջանը իմ կյանքում, ես երբևէ հնարավոր է եւ Աստվածաշունչ չկարդայի ու շատ բան չհասկանայի ուղղակի։ Հաղթահարել ես արդեն այդ շրջանը։ Շրջանը հաղթահարել եմ, հիշողություններ իհարկե նորմալ մարդկանց մոտ մնում են, բայց պետք է միշտ նայել առաջ, շարժվել առաջ ու զարգացնել քո անձը։ Ինչպես պետք է մարդուն լավ ճանաչել, քանի որ ձեր հարաբերությունները նաև ինչ-որ չափով հանրային էին, տեսանյութեր էին տարածվում, ամեն ինչ շատ ֆիլմային է, շատ ռոմանտիկ է, շատ գեղեցիկ էր, բայց այդ լավ կադրերի հետևում վերջում ու միայն ձեր դեպքը չէ, շատ կան նման հայտնիներ, որ վերջում տպավորություն է, որ ամեն ինչ հարթ է, ամեն ինչ շատ սիրուն է, երազելի է, բայց վերջում նման ավարտ է ունենում։ Երբ որ անձնական շփումը դառնում է հանրային եւ մարդիկ սկսում են իրենց առօրյան դարձնել հանրային ու ապրել Instagram-ով, Facebook-ով, սթորիներով, դիտումներով, կյանքի հետաքրքրությունն ու իմաստը երջանկության ու սիրո փոխվում է։ Հասարակ օրինակ բերեմ, երբ որ ստանում ենք ինչ-որ նվեր, անկեղծ ուրախանում ենք դրանից, բայց եթե դա Instagram-յան չի, հնարավոր է չտեղադրենք Instagram-ում, այսինքն Instagram-ը փոխում է մարդկանց մտածելակերպը նաև եւ պետք է ճիշտ ընտրություն ուղղակի կատարել, անձնականը ինձ թվում է, նախկինում ես կողմնակից էի հանրայնությանը, որ մարդիկ տեսնեն, ինչպես է այդ process-ը լինում, իրանք էլ կարողանան տան այն, ինչ պետք է տալ կնոջը, բայց հետո հասկանում ես, որ դա վատ անդրադարձ կարող է ունենալ ու պետք է մի փոքր զգուշ լինել։ Ասացիր, որ եթե ընտրում ես, պետք է ընտրես ամենալավը ու ամենալավին։ Որն է քո ես համար կնոջ ամենալավ տեսակը։ Կնոջ ամենալավ տեսակը, ես տեսակով այդպեսին եմ ուղղակի, շատերը կարող են ինձ չհասկանալ, բայց այդ տեսակը չի փոխվում ուղղակի, երբ որ դու իդեալիստ ես, երբ որ դու միշտ անում ես ամեն գործ ամենալավը, նաև պահանջում ես։ Նույն էլ շփման մեջ է, երբ որ դու տալիս ես ամենալավը, ամենաշատ ջերմությունը, նաև այդ ջերմությունը պահանջում ես հետ, եւ եթե մարդը պատրաստ չի ուղղակի դա տալու, արդեն առաջանում է որոշակի խնդիրներ։ Կնոջ ամենակարևոր հատկություններից մեկը որ մարզված լինի։ Ըստ իս հավատարմությունն է,
հավատարմությունը տղամարդուն եւ ընդհանրապես մարդկային տեսակի մեջ ես գնահատում եմ սխալը հասկանալն ու փոխվելը, որը շատ դեպքերում հասարակությունը կողմ չի դրան, ընդունեք մեզ այնպես ինչպես կանք, ես դրա կողմնակից չեմ, որովհետև ես ամեն օր եմ փոփոխվում եւ նաեւ ինչի՞ չէ ցանկանում եմ, որ իմ կողակիցը նույնպես ամեն օր փոփոխվի ու աշխատի իր վրա։ Բայց այդպես չի ստացվում, որ դու դիմացինից չես ընդունում այնպեսին, ինչպեսին որ ինքը կա։ Չես թողնում, որ ինքը իր ճանապարհը անցնի, ինքը որոշի, որ ես այս փուլում կզարգանամ, հնարավոր է ինչ-որ կյանքի փոփոխությունից հետո։ Եթե սիրում ես, քեզ համար մեկ է ամեն ինչ, որովհետև ինչա սերը։ Ես միշտ հարց եմ տալիս մարդկանց, սերը դա քո զգացողությունն է տվյալ մարդու կողքին, թե դու սիրում ես մարդուն։ Այսինքն դու սիրում ես քո զգացողությունները այդ մարդու կողքին, թե դու սիրում ես տվյալ մարդուն։ Որտեւ եթե զգացողությունները քեզանից վերցնեն, այսինքն այն ուշադրությունը ինչ կար, չտան, ուրեմն սեր պետքա չլինի։ Իսկ մյուս տեսանկյունից, երբ որ դու սիրում ես ուղակի, առանց ոչ մի ինչ-որ պրետենզիաների, դու սիրում ես հասկանալով մարդու սխալ կողմերը։ Դա ինձ թվում է իրական սերն է։ Բայց դու այդպես ես սիրել, կամ այդպես ես սիրում այդ պահանջների կողքին։ Իրական սերը նա է, որ դու ընդունում ես մարդուն ինչպես նա կա, եթե դու ուզում ես փոխես մարդուն, իհարկե դա կարող է լինել կոմֆորտ, բայց իհարկե ոչ իրական սեր։ Անցում կատարենք անձնականից մի քիչ ավելի ֆիթնես դարտ, հիմա շատերը պատրաստում են ամռանը, հնարավոր է 1 ամիս մարզվելով ունենալ իդեալական կառուցված կամ գոնե ամռանը համապատասխան կառուցված։ 1 ամսում իդեալական կազմվածք հնարավոր չէ, եթե նախկինում չենք մարզվել, բայց կարճ ժամանակում հնարավոր է բերել իդեալական կազմվածքի։ Ես ուղղակի ցանկանում եմ այդ կարծրատիպը կոտրել, որ եթե գալիս է ամառ, հանում ենք վերարկուները, ուրեմն կարող ենք 1 ամսում գեղեցիկ կազմվածք ունենալ, այդ դեպքում մարդիկ երբ որ տարիներով մարզում են, ինչի համար են մարզվում։ Մարմինը սիրում է ամենօրյա մարզումներ, մարմինը սիրում է մշտական մարզումներ եւ իհարկե մարզումները առաջին հերթին առողջությունն է, երկրորդ հերթին մարդուն դարձնում է ստրեսակայուն եւ շատ դեպքերում երբ որ դու ունես խնդիր հոգեբաների այցելելու խնդիր չի լինում, երբ որ դու մարզվում ես եւ իհարկե մարզումը տալիս է նոր լիցքեր, նոր շփումներ, նոր էմոցիաներ։ Մարզումների վերաբերյալ ամենատարածված կարծրատիպերը որոնք են։ Որ 6-ից հետո պետք է սոված մնալ, որ նիհարեն, որ պետք է քիչ ուտել նիհարելու համար, ասեմ որ չէ, պետք է ուտել 5-ից 6 անգամ նիհարելու համար։ Բայց չափաբաժիններ կան, չէ։ Չափաբաժիններ կան, այո։ Մյուս տարբերակը, որ միայն կալորիաներ հաշվելով կնիհարենք, ասեմ որ չէ, եթե երեկոյան օգտագործենք շոկոլադ, ինսուլինը բարձրացնենք, չենք նիհարի, եւ որ 1 ամսում կարելի է ունենալ ֆիտ կազմվածք։ Իսկ ինչպես կարելի է նիհարել։ Հիմնականում բոլորս ուզում ենք արագ արդյունք։ Հենց խնդիրը դրա մեջ է, որ սպորտը սիրում է հետևողականություն, կարելի է արագ 1 ամսում 8-ից մինչև 10, եթե բարձր քաշում են 15 կիլոգրամ էլ նիհարել մարզումներ, ճիշտ սննդակարգ, դետոքս ցույցերի միջոցով նաև, բայց դա խորհուրդ է տրվում հետագայում շարունակել, որ կորցրած քաշը հետ չվերականգնենք եւ ընդհանրապես եթե շարժվում են կատարելագործման հիմքում, միայն նիհարը չի դա գեղեցիկը դա ֆիտ կազմվածք ունենալն է, այսինքն նիհարելուց հետո նաև պետք է ձգել մկաները, այնուհետև մաշկը վերականգնել եւ ավելի կազմվածք ձգել։ Խոսեցիր դետոքսներից, մարդիկ կան օրերով օգտագործում են դետոքսներ, բայց մասնագետներ էլ կան, որ նշում են, որ դա ընդհանրապես ջրազրկում է օրգանիզմը։ Ասեմ որ շատ դեպքերում երբ որ ես արդյունք եմ տեղադրում 1 ամսում 15 կիլոգրամ մարդիկ գրում են դա ջուրը դուրս եկավ օրգանիզմից, բայց ով ասում որ կիլոգրամը միայն ճարպի հաշվին են կորցնում, նաև հեղուկի, նաև ջրի, այնպես որ դետոքսները օգնում են մարդկանց արագ արդյունքի հասնել, բայց երկարատև օգտագործմանը ես նույնպես դեմ եմ, օրինակ 10 օր 15 օր միայն դետոքս, կարելի է բեռնաթափում անել շաբաթվա մեջ 1-ից 3 օր դետոքս յութերով օրգանիզմին տալ փոփոխություններ եւ ամեն շաբաթ իհարկե եւ այնուհետեւ անցնել ճիշտ սննդակարգի, որ կարողանանք համապատասխան վիտամիններն ու սննդանյութերը ստանանք այլ սննդատեսակներից։ Վլադ, ես նաև կարծիքներ եմ լսել, որ դու շատ խիստ ես մարզումների հարցում եւ շատ հաճախ մարդիկ, որոնք հիմնականում աղջիկներից եմ լսել, հոգեբանական ճնշվածություն են ունենում քեզ մոտ մարզվելուց հետո։ Ասեմ, որ ես ինչ որ բան եթե անում եմ լավ,
ու քանի որ այս ոլորտը կախված է նաև նիհայլու process-ը հաճախորդից, այստեղ շատ կարևոր է ճիշտ մոտիվացիայի տանել մարդուն, նաև լինել խիստ հաճախորդի հետ, ինչպես ընկերական, այնպես էլ խիստ, որովհետև այստեղ ոչ ես չեմ ընկալում, որ միայն հաճախորդի արդյունքն է, ես ընկալում եմ, որ նաև դա իմ արդյունքն է եւ դրա համար ես միջնորդ եմ հանդիսանում ավելի շատ մոտիվացնելու մարդուն։ Հնարավոր է շատ դեպքերում մարդիկ կոշտ են ընկալում դա, բայց պետք է հասկանանք, որ դա իրենց համար է արվում, դա մոտիվացիայի փուլ է, որ առանց դրա միայն ընկերական շփումով չես կարող հասցնել արդյունքի։ Շատ ես խոսում նաև մրցակցելուց ու ասել ես բազմիցս, որ դա քո կյանքի մոտիվն է եղել անդադ մրցակցելու առաջ գնալ։ Կյանքը դրանով ավելի դժվար չի դառնում, երբ որ անդադ մրցակցում ես, դու նաև անընդհատ համեմատվում ես որևէ մեկի հետ։ Ընդհանրապես կյանքը ինձ թվում է մրցակցություն է եւ ինձ համար առանց մրցակցության կյանքը կարող է կանգ առնել, ընդհանրապես բիզնեսը դա մրցակցություն է, եթե դու մտնում ես բիզնես ոլորտ, դու չես կարող նույն տեղում մնալ, դու պետք է կամ բարձրանաս, կամ իջնես եւ ես տեսակով, քանի որ սիրում եմ միշտ լինել առաջատար եւ արդյունքների եւ ցանկացած գործ անելու միջով եւ ես հասկանում եմ, որ այդ միտքը ինձ մոտ օգնում է, որ ես ավելի կատարելագործվեմ, դա իմ համար մոտիվացիա է եւ եթե մրցակցություն չլիներ, ինձ թվում է հետաքրքիր չէ լինի կյանքը։ Իսկ մարզվելու հոգեբանական ֆակտորների մասին էլ կուզեմ խոսենք։ Այսինքն մարզվելը միայն գնալ, մարզասարքերի մոտ լինելն է, ժամանակ հատկացնելն է, շաբաթական, չգիտեմ, 3 անգամ, 2 անգամ, թե ավելի կարևոր է նաև հոգեբանական ֆակտորը եւ գիտելիքները։ Ես միշտ ասում եմ, որ նիհայլը դա եւ քաշ բարձրացնել առաջին հոգեբանական process է, մարդ պետք է հոգեբանորեն պատրաստ լինի գնալ դրան, առողջ ապրելակերպի, նախ առաջինը որոշումն է, ես ուզում եմ, երկրորդը ես պատրաստ եմ ինչ որ զողողությունների գնամ հանում իմ նպատակի, այսինքն եթե ցանկությունը այս ոլորտում չդարձավ նպատակ, ինչ որ տրավմա չեղավ, ինչ որ խնդիր չեղավ, որը քեզ օգնում է, որ դու դարձնես այն նպատակ, արդյունքի չենք հասնի եւ միայն մարզասրահ հաճախելը արդյունք չի տալու, պետք է նաև կրթվել, պետք է նաև գիտելիք ստանալ, որովհետև սա բժշկության բարդ ճյուղ է եւ ինչի է մեզ մոտ հաջողություն եղել մեր ակումբում, որովհետև իմ ծնողները բժիշկներ են եւ մեզ մոտ հեշտ եղավ այդ process-ը անցնել եւ մենք կարողանում ենք մարդկանց նաև բժշկական տեսանկյունից օգնել, որ հասնեն իրենց արդյունքին։ Խոսել ես մի անգամ նաև նրա մասին, որ ինքդ էլ խախտել ես դիետան ու այդ դեպքից հետո հասկացել ես, որ պետք է ամեն այցելուի հոգեբանական ֆակտոր, այսինքն հասկանալ, թե ինչի համար է ինքը գալիս, մոտիվը որն է։ Հիմա էլի ամեն այցելուի հետ, ամեն մարզվողի հետ այդ շրջանը անցնում եք ու որոնք են հիմնականում պատճառները լինում։ Ասեմ, որ երբ որ ինչ որ գործ կատարում ես, պետք է տվյալը գործի հոգեբանությունը դու ամբողջությամբ տիրապետես, ուղղակի գրքային սովորել ֆիթնես ոլորտ ու մտնել փորձել մարդկանց օգնել, դա հնարավոր չէ։ Սա առաջին հերթին հոգեբանություն է, դուք պետք է ունենաս գիտելիք եւ ֆիթնես ոլորտում եւ մկանները հասկանաս, մկանների կազմվածքը եւ բժշկական գիտելիք պետք է ունենաս, բայց առաջինը դա հոգեբանականն է, որ դու պետք է ինքը շատ նուրբ ոլորտ է, դու չես կարող հաճախորդին օրինակ ասել դու գեր ես։ Շատ նուրբ ոլորտ է, պետք է շատ ճիշտ այդ անցումը կատարես, որ կարողանաս եւ օգտակար լինես եւ չնեղացնես մարդուն։ Բայց մարդկանց մոտիվը ուզում եմ հասկանալ հիմնականում որն է, իրենց համար են գալիս, թե ինչ որ օրինակ աղջիկները գալիս են իրենց համար առողջ լինելու, մարզված լինելու, թե գալիս են Հայաստանում չէ, իրենց կողակիցների համար ավելի լավ է լինելու։ Կողակիցների անձնական շփում ստեղծելու, բայց բայց դա կարճատև մոտիվացիա է, բայց դա բերում է երկարատև մոտիվացիայի։ Օրինակ ես մտա ոլորտ գեղեցիկ կազմվածք ունենալու համար, որ կարողանամ փոքր տարիքում աղջիկների հետ շփվեմ, հա, 12 տարեկան է այդ ժամանակ, դա դարձրեց ինձ մոտիվացիա, որ ես մտա այս ոլորտ ու շարունակական եղավ իմ ընթացքը։ Այսինքն ցանկացած տրավմա օգնում է մարդկանց, եթե ճիշտ ենք վերլուծում, հասնել որոշակի կետի ու հասնել իր նպատակին։
Ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք գտնում են իրենց կյանքի դժվար этаպում, հատկապես որ ինքդ էլ բոլորովին վերջերս ես անցել նման է։ Հոգեբանական ստրեսից դուրս գալու ամենալավագույն եղանակը դա մարզասրահաճախելն է։ Հաճախեն թող նմանատիպ մարդիկ ամեն օր, որովհետև այլան շրջանառությունը իջնում է դեպի մկաններ, ուղղակի սկսում է հանգստանալ, դա ավելի լավ է, քան ալկոհոլը, թմրամիջոցները, տարբեր դեղամիջոցները, հոգեմետ դեղերը, եւ մյուսը չկոտրվել, չկորցնել սեփական անձը, որովհետև կյանքը շարունակում է, հասկանալ, որ ցանկացած փորձություն քեզ ավելի լավը պետք է դարձնի, ու ընդհանրապես ձգտել լավը լինել։ Միշտ մարդիկ ասում են, թող ինձ ընդունեն այնպես, ինչպես ես կամ, բայց պետք է ձգտել միշտ, ձգտել բարձրանալ, ձգտել աճել այս կյանքում, որովհետև եթե քո կողակիցը աճում է, դու չես աճում, որոշակի փուլում կյանքի դուք խնդիրներ եք ունենալու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին ֆիթնես մարզիչ Վլադ Խարաջյանի հետ էինք բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։